Նարեկ ջան, ուզում եմ ուրբաթ խոսալ, բայց չդիմացա ախպեր ջան, քո կարծիքով ինչու երկրորդ նախագահ ասած մարտի 1-ից հետո ինքը մի ամիս 8 օր է եղել նախագահ, եւ իրանից հետո նախագահներ մեղավոր։ Ախր չեմ, այտենց ուղիղ չի ասել ինքը նախագահ մեղավոր, երկրորդ նախագահ մեղավոր է։ Բայց ըստ էության էտա դուրս գալի ասածից, Ժորժ ջան, երկրորդ նախագահը մարտի 1-ի մասով այնքան բան է ասում։ Ու մեկ կարծում եմ, որ մի քիչ հեռուն է գնում, որը вообще իրան ձեռնտու չի, ու ասեմ անկեղծ մի բան, մարտի 1-ի իդեպ Ալեքսի մյուս հարցն է, չէ՞ ոնց որ դրան վերաբերում։ Եթե դրան է վերաբերում, խնդրում եմ էտել միանգամից միացրեք, էլի կպցնենք այս հարցին։ Եթե էլի վերաբերում է սրան, միանգամից այս հարցով պատասխանենք, էլի։ Մարտի 1-ի մասով նորից եմ ասում, ես կարծում եմ, որ ով երկրորդ կարծում եմ երկրորդ նախագահ մարտի 1-ի մասին հնարավորինս քիչ պետք է խոսա, առհասարակ էլի, դա այնքան էլ լավ բան չի ու ես կարծում եմ, որ պետք չի դրա մասին խոսալ։ Կարծում եմ իրոք պետք չի դրա մասին խոսալ, որովհետև մարտի 1-ի ամենամեծ չէ, ճիշտ եք ասում, այս հարցը հանել ենք Ալեքսի, ես մյուս հարցն ենք բա։ Որ սկսենք նայել մարտի 1-ը ում էր քաղաքական առումով ձեռնտու, շատ սխալ ու շատ տգեղ բան դուրս կգա, ինչի չեմ ուզում անեմ, ես մի օր ասել եմ, մի օր ես հնարավորություն կունենամ այս քաղաքական կոնյունկտուրայից դուրս մարտի 1-ի մասին իմ պատկերացումները ասել։ Ու աբսուրդ է ասել, որ մարտի 1-ի 10 հոգու գնդակահարելով կամ 10 հոգու զոհվելով երկու կողմի ասածն ասեմ, մի կողմ ասում է գնդակահար, մի կողմն ասում է զոհվել, հա, այդ դրանով մենք պահել ենք պետականությունը։ Ես ձեզ ասեմ, ես ունեմ համոզմունք, որ եթե չլիներ առավոտյան մարտի լույս 1-ի առավոտյան օպերայում տեղի ունեցած խուզարկությունը, մարտի 1-ի զոհերը չէին լինելու եւ վստահաբար ձեզ վստահեցնում իշխանապողություն չէր լինելու։ Բայց դրա մասին մի օր ավելի մանրամասն կխոսանք։ Բայց երկրորդ նախագահը իրականում ինչ է ուզում ասի, որ հետո չեն բացահայտել այդ սպանությունները, չբացահայտողներն են մեղավոր, Մարմիեդում էլ այդ վճիռները կար։ Ես կարծում եմ, իմ կարծիքով ես անկեղծ շատ sense ոնց ասեմ, ամենայն անկեղծությամբ, եթե լինեի երկրորդ նախագահի թիմակիցներից, իրան խորհուրդ կտայի հնարավորինս մարտի 1-ի մասին չխոսալ, որտեվ դա մենակ հակառակ ու վատ ռեակցիա է բերելու ու հենց ուղղված իր իշխանությանը։ Այն դավադրությունների տեսության սիրահար իր կողքի մարդիկ, իրանք պետք է բերեն ու մտածեն ինչ դավադրության ու ոչ միայն դավադրության, այլ շատ լուրջ իրատեսական քաղաքականության տեսություններ կարելի է կառուցել մարտի 1-ի մասին ու Քոչարյանի դրա շահառու լինել կամ չլինելու մասին։ Հենց որ եկեք թարգենք այս թեման, հորդորում եմ այս թեման թարգել եւ հորդորում եմ հնարավորինս քիչ խոսալ այս թեմայից, գոնե երկրորդ նախագահին։ Դա ճիշտ է իմ կարծիքով ավելի։ Գնացինք։